կարող եք ինձ գտնեք Instagram-ում կամ արդեն Telegram ալիքի մեջ կաք։ Եվ այսպես գնացինք առաջ, ինչ այսօր մենք կիմանանք այս վեբինարի ժամանակ։ Եվ այսպես, հարգելիներս, ինչու է մեզ համար դժվար սկսել հասկանալ ֆինանսները։ Որովհետև մենք դպրոցից սկսած, դպրոցում, համալսարանում, ընտանիքում, շրջապատում միշտ մեզ համար եղել է այդ հարցը, այդ պատկերացումը, որ փողը դժվար է վաստակել, ներդրումները ռիսկային են, անհնար է կուտակել, հարուստ լինելը դա բախտի բան է, նման բաներ։ Ասեմ, բայց ճիշտ է, հիմա շատ տերմիններ կա այդ փողի գործների մասին վերաբերյալ, որը պետք է սովորենք։ Բայց ասեմ, որ եթե մենք սովորենք, հասկանանք գումարը ոնց է աշխատում, արդեն մենք գումար չենք կորցնելու։ Մյուսը, որ ասում են ներդրման համար պետք է մեծ գումարներ, չէ։ Հիմա կարելի է մոտավորապես $100-ից սկսած 100, 300, 500 կարելի է անել գրագետ ներդրումներ։ Այստեղ չեմ ասում հարգելիներս, որ կան այդպես պրոյեկտներ, որը անունը Hype է, մենք ասում ենք Hype կամ ֆինանսական բուրգեր, որտեղ որ կարելի է $10-ից տիպը անում ես ներդրում եւ քեզ օրական տալիս է տվյալ ընկերությունը, չէ, որտեղից 2-3% պասիվ եկամուտ ոչ մի բան չանելով։ Դրա մասին մենք երևի ոչ այսօր առանձին թեմա ունեմ ես, ինչով է տարբերվում ֆինանսական բուրգը ռեալ սիտիվոյ կամ ցանցային մարքեթինգ այդ մոդելից, որ մարդիկ խառնում են ցանցային մարքեթինգ բառերից, ասում են, հա, ֆինանսական բուրգ է կամ բուրգ է։ Ոչ, դրա մասին մենք խոսենք երևի ուրիշ ինչ-որ մեկը օր կվանդրեմ, նախորդ կասեմ։ Մի խոսքով խոսքս ռեալ ներդրման մասին է, որտեղ կարելի է $100, 200, $500 արդեն դառնալ բաժնետեր, համասեփականատեր, սրբել ինչ-որ ակտիվներ եւ այլն։ Սա երևի պարզ է, չէ՞։ Մյուսը, ինչու է ֆինանսական գրագիտությունը անհրաժեշտ։ Շատ կարևոր հարց է հարգելի մեր լսարան ջան։ Քանի որ մարդկանց 80%-ը ապրում է, հետո որ 90%-ը ապրում է աշխատավարձ։ Եվ միակ փրկությունը ֆինանսական գրագիտությունն է, որը հավասար է ֆինանսական անկախության։ Ինչի համար այս վիճակն է շատերի մոտ, քանի որ մարդիկ չեն կարող գումարը ճիշտ կառավարել, չգիտեն ինչպես պետք է այդ ծախսերը կրճատել, ինչպես կարելի է բյուջե ստեղծել։ Եվ այսօր ես ցույց կտամ պարզ քայլեր, որոնք իսկապես աշխատում են։ Գումարի մասին առասպելներ, բերեք մի հատ, բոլորս միասին հիշենք, եթե ինչ-որ բան է մեզ կարճ եմ գրել, եթե էլի ունեք այդպես լսած միֆեր, առասպելներ, գրեք լսեմ, տեսնեմ ինձ հետաքրքիր է։ Առասպելները, որ պետք է շատ վաստակել հարուստ լինելու համար։ Ժողովուրդ, ես ասեմ, ես շատ մարդկանց եմ ճանաչում, ովքեր ոչ թե մի աշխատանքի տեղ ունեն, այլ 2-3 տեղ են աշխատում, համարյա երևի մոտ սահ կյանքերը, բայց միշտ վարկերի մեջ են։ Ես չտեսա, որ այդ մարդկանց, ովքեր 2-3 տեղ են աշխատում, գիշեր ցերեկ գումար են վաստակում եւ դառան հարուստ, չգիտեմ ինչ բան է։ Մյուսը ասում են ներդրումները միայն հարուստների համար են, այսինքն շատերի համար ներդրում բառը մի քիչ տիեզերքային բառ է եւ ասում ես այս հնարավորություն կա, կարող ես անես ներդրումներ, մտածում են, այդքան ես փող չունեմ, երբ որ հաստ ես տալիս ինչքան փողի մասն է խոսքը, դու ասում են, դե անես ներդրումներ, որ պետք է $10,000 եւ ավելին, ես այդքան գումար չունեմ, ոչ հարգելի գոլեգաներ, բարեկամներ, հյուրեր ջան, էլ եմ ասում, կարելի է գրագետ ձևով ներդրումներ անել $100-ից, 300-ից, 500-ից, ուսենք 1000-ից կարելի է հիմա, շատ կան գործիքներ, դրա համար պետք է սովորել, ուսումնասիրել
եւ ամեն ինչ կարող եք գտնել։ Երրորդ առասպելներից մեկը բյուջե կազմելը դժվար է։ Ասեն, այո, դժվար է, քանի որ դու չունեք այդ տնական հաշվետվության տեդերը։ Հիմա այստեղ մի բան ասեմ, հետո մենք շարունակենք։ Ով ունի իր տնական հաշվապահության տեդերը, գրեք, խնդրում եմ 5-երը, եթե ունեք, գրեք 5, եթե չունեք, գրեք 1։ Այսինքն տեդեր կամ բլոկնոտ, որովհետև գրում եք ձեր ծախսերը, ինչքան եք եկամուտ ստացել, ինչքան եք օրական ծախսել եւ ամսվա վերջ ինչ ստացված ձեր մոտ ծախսը հավասար է եկամուտ, հանած եկամուտ հավասար է 0, դա լավ է։ Ծախսը հանեմ եկամուտ հավասար է ծախս, պարկեր վարկեր, ծախսը եկամուտը հանեմ ծախս հավասար է եկամուտի պոչ, սուպեր։ Կան նման մարդիկ, հələ գրեք նայում են։ Այսինքն Միքայելը ունի հաշվապահության տեդեր, օքեյ։ Կրիստինե բյուտի լապը ունի, Արմենեն մեկ չունի, Մարիամը չունի, Էլով չունի, կամ Էլով ունի։ Դու գրեք ես մինչև շարունակեմ։ Կարևոր չէ ինչ ձև եք վարում, կարող է ունեք համակարգիչ մեջ ունեք ինչ-որ Excel ֆորմատի մեջ եք գրում, ոսպե հաշվապահության տեդերը։ Դուք ձեր ընտանիքի հաշվապահն եք, եթե պատկերացրեք։ Եվ դուք պարտավոր եք ձեր ընտանիքի այդ բյուջեն շատ քրագետ ձևով գրի առնեք։ Ծախսը, այսինքն ինչքան եկամուտ եմ ստացել, դրա մեջ մտնում է աշխատավարձ, եկամուտի մեջ մտնում է փոշակ, նվաստ, ինչ-որ գործարք, եթե ունեք ինչ-որ եկամուտի աղբյուր, եկամուտներ եք ստանում, դա եկամուտն է ամբողջ կրում։ Ծախսը օրական, ինչ եք ծախսում։ Կարևոր չէ, տրանսպորտ, գնացիք խանութ, առանց քիչ խոսքից եք ինչ-որ ուտելիք, պաղպաղակ, ինչ-որ խոսքի կոմունալ, դա գրում եք ծախսերը։ Ունեք նման բան, չունեք, օքեյ։ Օքեյ, դրա մասն եք խոսենք, գնացիք առաջ։ Հիմունքները ժողովուրդ ջան, տեսնում եք, եկամուտ, ծախսեր, խնայողություններ, ներդրումներ։ Հիմունքները շենքի պես ունի բաղկացած են 4 հիմնասյուներից։ Ահա, օքեյ։ Ուրեմն նայեք, հիմնականը, առաջինը հիմնական եկամուտ։ Եթե մենք խոսում ենք եկամուտի մասին, առաջինը, եկամուտները բաժանում իր հերթին 3 եկամուտի տեսակի։ Հիմնական եկամուտ, օրինակ ձեր աշխատավարձն է։ Եթե դուք չունեք կողմնակի եկամուտի աղբյուր, ձեզ համար հիմնական եկամուտը դա հենց ձեր աշխատավարձն է։ Եթե ունեք խանութ, ունեք ինչ-որ բիզնես, ուրեմն ձեր բիզնեսն է, ու չեք աշխատում, ձեր բիզնեսն է հենց ձեր հիմնական եկամուտի աղբյուրը։ Երկրորդը, կողմնակի եկամուտ, այսինքն ունեք աշխատանք, հիմնական կողքից ինչ-որ անում եք փոքր գործարք, զբաղվում եք ֆրիլանսով, ունեք փոքր ինչ-որ բիզնեսի հնարավորություն, դա կողմնակի եկամուտն է կոչվում։ Եվ երրորդը պասիվ եկամուտ։ Պասիվ եկամուտը ժողովուրդ ջան, դա ներդրումներն են կամ ինչ-որ փոքր բիզնեսի մեջ, կամ բաժնե տոմս եք առնում, բաժնե մաս եք առել, մի խոսքով ունեք կողմնակի եկամուտի աղբյուր, որը պասիվ եկամուտի տեսքով առանց ձեր ակտիվության ձեր գումարը բերում, օրական, շաբաթական, ամսական, այսինքն ունեք խոսքի, ունեք բարձակալության տարածք, թեկուզ ունեք բնակարան, տվել եք վարձով, դուք էլ ոչ մի բան չեք անում, ձեր բնակարանը, այսինքն գտել եք հաջողորդ կլիենտ եւ ձեր բնակարանը օրավարձով է, ամսավարձով է, ամեն օր, ամեն ամիս ձեզ բերում է եկամուտ։ Դա կոչվում է պասիվ եկամուտ։ Հիմա կուզեմ մատեմ տեսնեմ եւս կա մարդ, որը ունի աշխատավարձով է ապրում եւ ունի կողմնակի եկամուտի աղբյուր։ Ես հարգանից չեմ վախեցեք, ուղղակի ինձ գրեք, եթե ունեք դերեք 5, եթե ունեք կողմնակի եկամուտ եւ պլյուս նաեւ պասիվ եկամուտ սուպեր, եթե չունեք դերեք 1։ Ոնց որ 2-4 հոգին են ակտիվները, մյուսները ակտիվ չեն, ահա,
Նարան 1, Արմենուին 1, Քրիստինեն 5, Նիկարին, իսկ մյուսներ ժողովուրդ ջան, չունեք, կամ ոչ մի բան չեք անում, չունեմ, ահա, դա է նորմալ երևույթ, որ չունեք, չունեք, այսօրվանից մենք կասեմ, կիմանանք ոնց կարելի է այդ ամեն ինչը ստեղծել, եթե իմանանք այս ամեն ինչի գաղտնիքը, օքեյ, շատ բարի, օքեյ, գնացինք առաջ։ Հիմա բերեք խոսենք ծախսերի վերահսկման մասին։ Ծախսերն է իր հերթին 3 մաս է բաժանում։ Կայուն ծախսեր, փոփոխական ծախսեր, ոչ պարտադիր ծախսեր։ Ինչ բան է կայուն ծախս, ժողովուրդ ջան։ Կայուն ծախսը դա ձեր կոմունալն է։ Ամսվա վեճ մենք պետք է անպայման վճարենք մեր կոմունալը, բնակարանի վարձը պետք է վճարենք, պետք է լույսը վճարենք, գազը վճարենք, դա անպայման ծախս է։ Եթե նաև ունենք վարկ, բանկում մենք պարտավոր ենք, այսինչ օրը ամսվա մեր վարկը վճարենք, դա անպայման պայման է։ Փոփոխական ծախսերը ժողովուրդ, դա մեր սնունդն է, ուտելիքն է, տրանսպորտն է, մեկ ասֆալտ չանի գնում ենք տեղավորակ ենք առնում դեղատնից, դա փոփոխական ծախսերն է։ Եվ երրորդը ժողովուրդ ջան, ամենավտանգավոր ծախսերից մեկն է, սարսափելի բան է, ոչ պարտադիր ծախսեր։ Հիմա բերեք խոսենք սրա մասին, այս երրորդի մասին, քանի որ երրորդը հայավարը ոնց են ասում հայերեն, ձեր տունը քանդողը այս երրորդ պունկտն է, երրորդ կետն է։ Այսինքն, օրինակ եմ բերում, որսի պարզ դառնա, տրանսպորտ չունեք, սեփական գնում եք աշխատանքի կամ գնաք տրանսպորտով, ավտոբուսով, մարշրուտով կամ տաքսով գնաք։ Ես ինքս ունեմ հարևան, որը Գյումրի քաղաքում կարող է գնա, դաժե ոտքով կարող է քայլով գնա իր աշխատանքի վայրը, այդքան հեռու չէ։ Բայց ես արդեն քան տարի իրան ճանաչում եմ, մի օր չեմ տեսել, որ նա գնա մարշրուտով։ Մեր մոտ գազել արժե ընդամենը 100 դրամ, բայց նա 100 տեղը վճարում է 500 դրամ, 500, գնում է աշխատանքի 500 դրամով, գալիս է տուն աշխատանքից 500 դրամով, այսինքն 5 օրական ծախսում է 1000 դրամ, որի փոխարեն կարող է ծախսել 200 դրամ, 100-ով գնալ, 100-ով է գար, 800 դրամը ինքը կեն էկոնոմիա, բայց չէ։ Պլյուս կան հեռախոսի փաթեթներ։ Հիմա մենք խոսում ենք հեռախոսով, օրինակ իմս դիվասել է, կա այնտեղ 2700 փաթեթ, կա 1500 փաթեթ, կա 4000, 5000, որի մեջ ասական խոսալուց բացի նաև կա անսահման ինտերնետ, քանի գիգաբայթ ինտերնետ։ Կարող ենք, չէ, 4000-նոց փաթեթը անսահման ինտերնետը փոխենք 2700 փաթեթով կամ 1500-ով, որպեսզի ուղղակի խոսենք, ինտերնետը մեզ շատ թող պետք չկա, չմտնենք դուրս տրանսպորտի մեջ TikTok, Instagram, եկար անեքսպես տնենք լայքեր, բայց կարող ենք 4000-ի տեղը 27-ը վճարենք, ամսվա մեջ 1300 դրամ մենք կարող ենք անենք էկոնոմիա, կարող ենք։ Այդպես շատ կան կետեր, որը կարելի է ուղղակի նվազեցնել։ Պլյուս շատ մարդիկ սովորեն ամեն տարվա նոր, ասեմ iPhone-ի մասին խոսենք, իմս iPhone-ի մասին խոսենք, ամեն տարի նոր iPhone է դուրս գալիս, iPhone 16, 17, 18, 5 տարվա հələ վարկով iPhone-ի գումար չփակած, անպայման պետք է նոր iPhone վերցնի, գնի, անպայման, հիվանդություն է ժողովուրդ, բայց կարիքավոր վարկերի մեջ ճռնում է, բայց անպայման նրա մոտ կլինի iPhone 17-ը, iPhone 18-ը, վերջի ճիկը, ինչի համար, պոնտի, այս ձևեր ապրում շատ մեր ժողովուրդը, մեր մարդկությունների մասը, այս ձևերն ապրում։ Գնացինք առաջ, խնայողություններ ժողովուրդ ջան, սա շատ կարևոր մասն է, գրեք ձեր մոտ,
կա այսպես կանոն 50-30-20% կանոնը։ Հիմա կասեմ սա ինչ է նշանակում։ Ձեր աշխատավարձից հիմա ուշադրություն ժողովուրդ, կարևոր չէ, դուք ինչքան պարկ ու վարկ ունեք, вообще կապ չունի։ Սա օրենք է, ֆինանսական կայության մեջ սա օրենք է։ Կապ չունի, վարկ ունեք, պարկ ունեք։ Հատեր կասեն, հայ ջան, ինչի մասն է խոսքը։ Ես հազիվ աշխատավարձից ստանում եմ, վարկերս եմ փակում։ Լավ ես անում, սխալ ես անում։ Դրա համար պետք է իմանանք այս կանոնները։ Ձեր ստացած եկամուտի 50%-ը անմիջապես վերցնում եք կողքի ձեր ծախսերի համար, ձեր վրա եք ծախսելու, այո։ Դա էլ եմ ասում, ուտելիք է, շոր է, սնունդ է, ձեր համար եք ծախսելու, կոմունալ է, մուծումներ է, 30%-ը ժողովուրդ, դա ձեր հաճույքի համար եք ծախսում, հոբի, գնացիք կինո, համեր, ինչ-որ շոր առակ, ձեր երազած շորի համար եք դնում կողքի, առակ չմատում իր առակ, նվետեսկով, 20%-ը անպայման խնայողությունների համար եք դնում կողքի, էլ եմ ասում, կապ չունի, ինչքան եք ստանում աշխատավարձ, 100,000, 200,000, 500,000, կապ չունի, սա օրենք է, բայց ես եսեք առանձնացնենք ևս մի 10% նախորդ կվերցնեի, որ արդեն մյուս գումարից կպաշխեի 50-30-20%-ը։ 10%-ը դա մենք անպայման պետք է ունենանք մեր համար կոչվում է ֆինանսական անվտանգության բարձիկ։ Հիմա հարց տամ ձեզ, եթե դուք 100,000 դրամ աշխատավարձ եք ստանում, այդ ամիսը 10,000 դրամ որացեց պագաս տա շեֆը, 90,000 տա աշխատավարձը, ձեր կյանքը դեպի վատ է կերտա, դուք այդ ամիսը վատ կապրեք ժողովուրդ ջան, հիմա գրեք հա խնդրում եմ, միշտ 100,000 եք ստացել, մի ամիս 90,000 ստացաք, 10,000 դրամ պագաս ստացաք, այդ ամիսը աշխարհի վերջն եղավ ձեր մոտ, թե ոչ։ Եթե աշխարհի վերջն է գրեք որ վայ, հայ ջան, չէ, всё, ես կմահանամ, իհարկե ոչ։ Հիմա տեսնում եք ժողովուրդ, այսինքն ամեն ամսվա ֆիքսված 100,000 դրամի 10%-ը որ տնեք դուք կողքի, ձեր կյանքում դեպի վատը ոչ մի բան չի փոխվի, բայց 10,000 դրամը ամեն ամսվա կողքի տնելով ձեզ մոտ արդեն կստացվի անվտանգության ֆինանսական բարձիկ, գրեցիք, որոնք ձեր մոտ պետք է ստեղծեք կամաց այս ընթացքում ֆինանսական այդ բարձիկը պետք է կազմի ձեր աշխատավարձի 3-ից 6 չափը, այսինքն, եթե ձեր աշխատավարձը 100,000 դրամ է, ամեն ամիս 10%-ը կողքի դնելով դուք պետք է ստեղծեք 300,000-ից մինչև 600,000-նոց անվտանգության ֆինանսական բարձիկ, գրեցիք, 3-ից 6 չափը, եւ այդ բարձիկին կյանքում չենք ձեր տալիս, դա անսերնամակելի է։ Շատերը որոշ գումար հավաքում են, ասում են հայ ջան, գումար ունի հավաքած եւ սրոշնի մատում ապրանք պետք է առնեն, դիմացա հանեցի այդտեղից, եւ հանեցի, էլ ետ չի գա ժողովուրդ։ Դա համար մի հանեք այդտեղից, չկա այդ բարձիկը։ Բայց այդ բարձիկը մեզ համար է, որպեսզի իմանանք, որ Աստված չնշտապ ինչ-որ դեպք է պատահել, մարդ է վատացել, բժշկի օգնություն է պետք եւ այլն, որ չլինեն այստեղից փող, մուրան, փող տվեք, վարկ տվեք, գիշերվա 1000-ին դեպք է պատահել, մեկը վագը զգացել, տանիք հիվանդանոց, եւ պետք է վճարենք այդ ծախսերը, ինչ անենք, այդ ժամանակ արդեն մեզ օգնում է մեր արդեն կուտակած ֆինանսական բարձիկը, գրեցիք, всё, օքեյ։ Հիմա դերեք խոսենք մի փոքր ներդրումների մասին եւ բարձաբանենք, որը ում բարեկամն է, որտեղ անենք, որ մեր գումարը չկորի։ Օրինակ ես առաջինը նշել եմ անշարժ գույքը, դա ամենաապահով, ամենափոքր ռիսկային ոլորտն է։
ճիշտ է, այստեղած գումարը այդ եկամուտը այդքան մեծ գումարներ չեն, պասիվ եկամուտի մասն է խոսքը։ Կարող է ամիսը մինչև մի տոկոսը գումար կա, տոկոսը ներգուս, տարեկան 10-ից 12%, լավագույնը կամ 7%, տարեկան սանամես պասիվ եկամուտ, բայց սա ամենաաբահով եկամտաբեր աղբյուրներից մեկն է։ Ավելի լավ է, քան բանկային ավանդը, այո։ Բանկային ավանդը էլ նույն տոկոսն են խոստանում ձեր բանկերը, Հայաստանը օրինակ դրամով ես մի քիչ կուրսի եմ 9.7-9.5% է տալիս տարեկան դրամով դրած ավանդից, բայց բանկը չի ասում հարգելի Պողոս ջան, տարվա վերջը եկար դու քո եկամուտը սածար, այդ քո եկամուտից 15%-ից սած եւ ավելին դու պարտավոր ես վճարես հարգային, քանի որ դու ես ստացել մեզանից եկամուտ, դու ես վճարելու այդ քո 10% եկամուտից 15%-ը մինիմում վճարես հարգային, այսինքն տագը ժողովուրդ ջան մնում է բուլյոնը, չեն ասում։ Պլյուս դրամով ավանդը բանկում դա մի քիչ ապահով չեն առումով, որ ինֆլյացիան խժիրում է ձեր ամբողջ գումարը, լավագույնը ձեր գումարը պահպանում եք, բայց եկամուտ եթե վերցնեք այդ նույն փողով առնեք ապրանք, որը մի տարի առաջ արժեր, ասենք, չգիտեմ, 1000 դրամով առնեք մի կիլո ինչ-որ ապրանք, այս տարվա արդեն կտրվածքով 1000 դրամով առնեք 5 կիլո ապրանք, այսինքն ձեր գումարը չավելցավ։ Ինֆլյացիան, ամբողջ ինֆլյացիայի տոկոսը ձեր գումարը տարավ։ Պլյուս բանկը, ասեմ ժողովուրդ, գարանտիայով է, բայց ես ինքս գիտեմ ես վերջի քան տարվա ընթացքում մի քանի համաշխարհային բանկեր, որ արդեն 100 տարուց ավել ունեն գոյություն, դարան սնանք, Շվեյցարիայում կա նման դեպքեր, Ֆրանսիայում կա նման դեպքեր, Ամերիկայում նման դեպքեր կա, չեմ ասում կա դեպքեր Ռուսաստանում 100 տարեկան բանկերը սնան ու փակվեցին, համար չկա գարանտիա, այդ դոկումենտը նրա տալիս է ձեզ բանկը գարանտիա, դա կան է գարանտիա չէ։ Իմացեք մանրամասը, եթե ուզում եք մանրամասը կարող եք հետո իրար խոսանք։ Այո, մեր սովետի ժամանակ նման դեպքեր կար, ճիշտ է ասում։ Բարնետոմսեր կամ պարետոմսեր, ժողովուրդ ջան, ինչ է նշանակում բարնետոմս, ռուսերեն ակցիա կամ պարտատոմս, ռուսերեն օբլիգացիա։ Տարբերությունը որն է։ Բարնետոմսը դա ինչ-որ ընկերության բաժնեմասն արտացոլում ակցիայի շնորհիվ։ Դուք առնով բարնետոմս առնում եք տվյալ ընկերությանը փայատեր, համասեփականատեր, եւ այդ ընկերության հետ գործերը շատ լավ է, բարնետոմսերի աճում է բարնետոմսերը բորսայում, ձեր գործերը շատ լավ է։ Ստանում եք դեպոզիտ, պասիվ եկամուտ։ Եթե ընկերության գործերը լավ չէ, ուրեմն ընկավ բարնետոմսերի գինը, ձեր գումարը կարող եք կորցնել լրիվ միջև վեր։ Պարտատոմսերը ժողովուրդ ջան, այդ տարբերության պարտատոմսերին դա ամենաքիչ ռիսկայինն է, բայց նաև քիչ տոկոս է բերում։ Այսինքն դուք ինչ-որ ընկերությանը կամ պետությանը պարտքով փող եք տալիս, դիմացը ստանում եք օբլիգացիա, պարտատոմս, որ պետությունը կամ այդ ընկերությունը ձեզ տարվա կտրվածքով պարտավորում է ֆիքսված վճարի փոքր գումար, տոկոս, դա տարբերությունն է։ Օրինակով նման սովետի մարտն, սովետական միության ժամանակ ես փոքր էի, բայց քիչ եմ, մեր ծնողները առնում են բանկերից օբլիգացիաներ եւ տարեկան 3% ստանում են պասիվ եկամուտ։ Պարտքով փողը տալիս է պետությանը, պետությունը ձեր փողը դնում է շրջանության մեջ եւ ձեր փողի դիմաց օբլիգացիա է տալիս, որ ինքը պարտավոր է ձեզ տարվա վեր գումարը վերադարձնել 3% դա պասիվ եկամուտ։ Դա օբլիգացիան է ժողովուրդ ջան։ Մյուսը բիզնես կամ նախագիծ, կամ բիզնես կամ հիմա կա շատ ստարտ պրոյեկտներ, պետք է նայեք անպայման ինչ բիզնես է
կամ այդ պրոյեկտը, ով է հիմնադիրը, որտեղ է գրանցված, ինչ օրենքով է աշխատում, ինչ ունի պրոդուկտ, եթե ասում են գումարը դիր մեր պրոյեկտի մեջը, որը չեմ ուզել գրանցված եւ տերը հիմնադիրեն կան հարուստ մարդ է, որ կապի դուրս չի գա, բախում է հանգած չփռնեն փագեն ԱԶ-ից կամ Facebook-ից կամ ցերուից մեր ապրանքը ռոբոտները ապրանք են արում ծախում փորձաների մեջը եւ դու ամեն օր ստանում ես 2% պասիվ եկամուտ սուտ նման բան չկա դա ֆինանսական բուրգերի խաղերից մեկն է որը սկզբնական մի քանի ամիս սկզբնորը մտնողը փողը վաստակում է հին փող տնողը անպայման տուժում է այդ նման բան չկա եւ վերջում ես փագի մեջ եմ արել կրիպտոարժույթներ ժողովուրդ հիմա ամեն հասկացող չհասկացող բազում է առնում է կրիպտոարժույթներ տոկեններ բիտկոին էթերիում ժողովուրդ ջան ել եմ կրկնում դուք չեք հասկանում ոնց է աշխատում կրիպտոարժույթները մի դրեք գումարը սա ամենամեծ ռիսկային ոլորտն է ամենամեծ եկամտաբեր ոլորտ է տոկոսայինով, բայց ամենամեծ ռիսկայինն է։ Այսինքն, բիտկոինը հիմա ներկայապային $93,000 է մոտավորապես, մի ամիս առաջ $127,000 ելա հասավ, իջել է 97,000, կարող է վաղ իջնի 80,000, 50,000, դառնա 150,000 բարձրանա։ Բիտկոինը ժողովուրդ ջան, առաջի կրկարությունից մեկն է, որը կաու կմնա բայց չունի ոչ մի ամրագրված ապրանք, իր տակ չունի ոչ մի ֆունդամենտ, օրենքի մեջ չէ։ Հիմա սա աշխարհն պայքարում են օրենք են ուզում հանեն բիտկոինի վերաբերյալ, մեկը ասում է հանում ենք, մեկը ասում է ոնց ենք հանում, չեն կարող մտցնել հարգային կարգ, որպեսզի բիտկոինով այդ օգտվողները կամ զբաղողները հարկ վճարեն։ Օրենքը մի քիչ պես թելի է։ Եվ այստեղ ուղղակի առանց հասկանալու գումար տնեմ, տիպը աններդրումներ եւ գումարս գնամ բիտկոին առնեմ եւ փողս հետո չկարողանամ հետ վերադարձնել, շատ ռիսկային է։ Այդ չեմ ասում տոկենների մասին, ժողովուրդ։ Կրիպտոարժույթների մեջ կա նաեւ տոկենizացված արժույթներ, տոկեններ, որոնք որ կրիպտոարժույթ չեն, բայց նման են բնությամբ։ Եվ կան լիքը տոկեններ, որոնք որ օդ են հադարգություն են։ Դրա համար որպես տոկեն առնեք, պետք է մի քիչ հասկանաք մեխանիզմը տոկենին, ոնց է աշխատում, ինչ կոդով է գրված, բլոկչեյնի վրա, եւ այդ տոկենը ինչ, եթե կամպանիա է, այդ կամպանիայի տոկենը ինչ ապրանքով է ամրագրել, ապահով է, արդեն նոր ժամանակ որոշեք, արժի կամ չարժի մտնել այդ ոլորտի մեջ։ Սա թեզի մենեջմենտման ոլորտը։ Հիմա բերեք մի քիչ խոսենք նորեկների սխալների մասին։ Շատ մարդիկ ապրում են աշխատավարձ ու վերջ, քանի որ նրանք չգիտեն ոնց իր գումարը կառավարեն, ոնց բաշխեն, ծախսերը ոնց քչացնեն, դրա համար այդտեղ են ապրում։ Ծախսերի վերաբերյալ արդեն ստի չկա վերահսկում եւ վստահությունը միայն բախտի վրա է։ Այսինքն մարդիկ շատերը հույսով են որ բախտ սուրապերի, նայեմ լավ գործ եմ կմնի, գուցե մարդը վաստակ է։ Ժողովուրդ ջան, բիզնեսը բախտով չէ։ Ֆինանսը դա թիվ է, հաշվարկ է, գաղափար է։ Պետք է ուղղակի հասկանան որտեղ ոնց գումարս կարող է ներդնել եւ գումարս ոնց է գումար բերելու դա համար պետք է ուսուցում պետք է մարդիկ պետք է այսպես թեգուց անվճար կարգ վեբինարների դիմեք մարդկանց գումարով է առանց գումար է կան լավ կրկեր լիքը բաներ կա եւ ամենակարևորը կան մարդիկ ովքեր ուղղակի պատրաստ են դառնալ դες համար նաստավնի սովորեցնեն ոնց են իրանք գումար վաստակում ոնց բիզնեսի մեջ են փողերը աշխատացնում եւ կարող են հետ կիսվել հարց ու փորձ արեք անպայման նման մարդիկ կան
Ֆինանսական նպատակների սահմանում ժողովուրդ ամենակարևորը դուք պետք է որոշեք թե ինչի համար եք ուզում խնայել ինչի համար բնական կնեք ուզում եք շատ լավ նպատակ է մեկ է նա ուզում եք գնաք ձեր արտադրության ժամանակ հանգստանալու ուսման վարձը ուզում եք վճարել ձեր երեխաներին շատ լավ գաղափար դրա համար հստակ նպատակները վերջում են գումարը չկորցնեն եթե մարդը հստակ նպատակ ունի գիտե ինչի համար արդեն կամաց սովորում եմ գտնում եք գործիքներ այլևս այդ ժամանակ գումար չեք կորցնի Պարզ քայլեր ֆինանսական անկախության համար ժողովուրդ ջան Առաջին արդեն ասացի պետք է վարեք բյուջե Այսօրվանից արդեն վերցնում եք տեդր բաժանում եք տեդրը 3 մասի Առաջի մասը կրում եք այդ ամսվա վերնագիրը ասեմ դեկտեմբեր օրինակի համար Տաղը համարակալ եք 1, 2, 3, 4, մինչև 31-ը Միշտերի մասը գրեք վերնագիրը եկամուտ Եվ վերջևի սյունագի մասը գրեք ծախսեր Եվ ամեն օր Եթե կա ամսում եկին աշխարհավարտ, երեք գործարք, նվաստեր, թոշակեր, գրում եք գումարը Չկա, թողում եք բաց Ծախսերը 100%-ով կա Եվ լավ կինը, որ դուք այդ ամբողջ գործը դասին միացնեք ձեր ընտանիքի անդամներին ամուսինն է, կինն է, մաման է, պապան է, երեխեքն են թող ամեն մարդ կա Գայտ երագի մեջ եմ, իշկան է ծախսեմ 1000 դրամ ես եմ ծախսեմ Հաշվեցի տեղի տրանսպորտի, այսպես 1200 3000 ծախսել է ամուսինը 5000 մաման կապել է խոսքի խանում Սա գրեցիք Եվ ամենակարևորը ժողովուրդ Ամսվա վերջ դուք կամ կուրախանաք որ ձեր եկած եկամուտից 100,000 եկամուտ եք ստացել 90,000-ն եք ծախսել 10,000 խնայել եք սուպեր Նորման 100,000 եմ ստացել 100,000 ծախսել եմ հասել 0 նորմալ Համենացավը որ 100,000 եկամուտ եմ ստացել տնով Օբշի տան բյուջեն աշխատավարձ ամուսնում տատիկի թոշակը մի խոսքով մտել է 100,000 կամ մտել է 300,000 լավ 300,000 մտել է բայց 400,000 եք մեկ ծախսել մինուս 100,000 ծախս պարկ այդ փողը որտեղից մինուս ասեն որտեղից մինուս պարկով վերցրել եք քիչ օր աբրանք նիսայով աբրանքը վերցրել եք ասեք հետո փողը կուտամ ասենք տրամարտիկ հիմա արդեն գիտեք արդեն ծներ են պետք է արդեն փողեք անիվները փող չկա օրեք դուսեք եթե չունես ծներային անիվներ կարող եք քեզի բարեկը կանցն դեպտուգանը դրա համար փող չկա Ընկերական վերցրել եմ պրոստը նիսայով, վերասյա հայավարի, հետո փողը կուտամ։ Այսպես կամաց ձեզ մոտ դառնում են ծախսեր, մինուս։ Դա համար երեք շատ էր։ Երկրորդը, էլի ասեմ, պահիր անվտանգ առնվազն 10% որպես անվտանգության բարձիկ։ Ձեր մոտ պետք է լինի անպայման ընթացքում ստեղծվի ձեր աշխատավարձի երագի եւ 6 անգամ չափով այդ գումարը ձեր աշխատավարձը 100,000 դրամ է դուք պետք է կամաց 10% դրանով կողքի հավաքել 300-ից մինչև 600,000 դրամ անվտանգության բարձիկի մեջ եւ այդ փողի չենք դիպչում вообще նմազեցրու ոչ պարտադիր ծախսերը արդեն բարձր մասին ենք խոսացի կարող եք գնաք ոտկով գործի ոչ թե տաքսով, եթե ծախում եք սիգարետ 600 դրամանոց, դարձրեք 400-500 դրամանոց սիգարետ կամ թարգեք вообще մի ծախեք ավելի լավ կլինի ուսումնասիրին այդ դրումները ժողովուրդ։ Էլ եմ ասում, մինչև գումարը միտեղ ներս տնեն, որ գումարս գումար բերի, պետք է մտածեք, պետք է ուսումնասիրեք, պետք է ծանոթանաք այդ ամբողջ գաղափարին Չեք կարող գտեք մարդ, որը մասնագետ է, կարող է խորհուրդ տա, սա ֆինանսական բուրգ է, փողը անպայման կորցնել, խաբեություն է, սա ռեալ բիզնես ոլորտ է, քիչ տոկոս է, բայց ռեալ ոլորտ է, որտեղ սա մեջ կա, այդպես։
Եվ եզրափակի այսօր մեր վեբինարը կար այս վերջաբանով ֆինանսական գայությունը ժողովուրդ ջան արագ հարստացման մասին չէ, սա փողի խելամիտ կառավարման մասին է, որը ձեր կյանքը դարձնում է ավելի հանգիստ եւ վստահ։ Սկսեք փոքր բարձ ծախսերի հաշվառումից եւ աստիճանաբար շարժվեք դեպի ավելի բարդ գործիքներ։ Հիմնական բանը դա գիտակցաբար անելն է ժողովուրդ եւ ոչ թե վախենալ նոր բաներ սովորելուց։